երկրում քաոս է։ Քաղաքացուներին հասնող, իսկական քաղաքական հայրենասեր մարդ ենք մենք այսօր կորցնում։ Վերջացրեցիր հա լիրիկական ձեղումը։ Հա էս այդքան էլ նուրբ չէր։ Իդեպ Կեպրիչ Ներսյանն էլ թող պատրաստի, որտեղ ինքը շուտով լքելի է կաթոլիկոսական գահը։ Բարեզղջուն, ինչպես ասում էին Age of Empires-ի յունիտները, հանում ենք թեյը, սուրճը, տաք շոկոլադը եւ դնում ենք սեղանին։ Որովհետև այս 2 օր այնքան բան ա կատարվել, որ այս 2 մարդը կարելի ասել դուրս չնեկել YouTube-ից, իսկ դուք ձեր սրտի սերը կարող եք փոխանցել մեր Patreon-ին, որը լինքը ներքևն է, էլ մի հարցրեք, բա ոնց ենք միանում, ոնց է, արա ամեն անգամ Ամենահեշտ բանն է։ Տղա, կստացի ոնց են միանում, Եթե ինչ-որ բանի համար on-line վճարել եք, вообще ոչինչով չի տարբերվում process-ը։ 2 վայրկյան, 3 դոլար։ Նայ, չէ, nafiq Apple Pay-ը, դե խառնում է։ Nafiq Apple Pay։ Սովորական քարտով, պետք է։ Սովորական ինչի՞ չէ։ Ոնց մի անգամից սաղ Android-ներին ասես չմիանաք։ Ինչևէ, մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը եւս տուն չի գնում, որովհետեւ գործարանում ձեզ համար ձուլում է ամենագերմանական ստանդարտով ամենալավ արմատուրաները։ Արմատուրա, որ ուզում ես տանես տուն ու ասես, արա խիչ էի ավելի շուտ բերել տուն, որ այս տունը կառուցեի այդ արմատուրայով։ Դու մերը Խրուշովկա է, Խրուշովը չէր ֆայլը։ Հա, դա չէր կարելի։ GTB Ժամանակը չի բռնում։ Սերը վերջին հարգումը ուզում ես նայել, պրեմիերայա հոկտեմբերի 24-ին եւ 25-ին։ Ինչի վերջին հարկում, ազգային ժողովի։ Մի քաղաքականացում, սա ներկայացում է։ Կին տղամարդ ծեր դավաճանություն թեմաների մասին։ Okay, ուզում եմ, բա ոնց տեսնեմ։ Մտի ticket սիստեմի կայք ու շատ հեշտ ձեռք բեր տոմ սերը։ Իդեպ ոչ միայն ներկայացումներ, այլ կինոյի, համերգների, ստենդափի բոլոր տոմ սերը մի տեղ ոնց որ։ Եվ այսպես երկրում քաոս է, հայրա քաղաքը մնացել է առանց գլուխ։ Ռեժիմը վերջապես հաշվե հարդար տեսավ ընդդիմադիր քաղաքապետի հանդեպ։ Ու մտքով կարող էր անցնել, որ այդքան մոտ Աստծուն կանգնած մարդ, շատ վատ ձևակերպված նախադասություն, կարող է ինչ-որ հանցագործություն գործել։ 8 անձ, այդ թվում Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը ձերբակալվել են։ Քրեական վարույթն առնչվում է խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկանալով, որ քաղաքացին Գյումրիի Գարեգին Նժդե փողոցի 1 կոտորակին հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, համաձայնության են եկել քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ։ Լիքը մտքեր, բայց նախ ամբողջ գործը լսենք։ Կան ձայնագրություններ, որտեղ այդ ճարտարապետի եւ ենթադրաբար Ղուկասյանի զրույցի այն քֆուրների արանքում լսվում են նաեւ այլ պլաններ։ Ոչ քֆուրներ։ Ձեզ փրկեմ այս վերբալ մղձավանջից եւ այսպես ենթադրաբար Վարդան Ղուկասյանը 4 միլիոն դրամ է խնդրում ինչ-որ մեկից ապօրինի կառուցապատված գույքը օրինակացնելու համար։ Ուստեղ ծնվում է շատ տրամաբանական հարց։ Ախ, այդքան քիչ, ընդամենը 4 միլիոն եկա Վարդան Ղուկասյան, եկա Գյումրի։ Ու միանգամից մտածում ես, արա ոնց կարա այդքան 1000 տարվա պոլիտիկը այդքան անհեռատես լինի, որ գիտի արա հետևից տնգած է մի ամբողջ Նիկոլ ռեժիմ, ԿՊ, այդ ընթացքում դու փորձես մի քանի միլիոն դրամ հետ գցես դրանով։ Ну, կամ էլ պետք է Ավինյանի նման ԿՊ-ից լինես, որ դրա վրա աչքերդ փակեն, բայց դրա մասին մյուս հաղորդման մեջ։ Չէ, սպասի, կարևոր նյուանս, պարզվեց, որ Ղուկասյանին չնես գիտեր, որ սա ժուճոկա պատված է, շտապ փողեր պետք, որովհետև պարտքեր ուներ, պետք է այդ պարտքերը փակեր։ Նախ դե շատ տարօրինակ է, ոնց պետք է եկեղեցում պարտք մնաս, այդ ինչ պետք է անես։ Դե պետք է մտնես երևի ասես մի 50,000 հատ մոմ վերցնես, բրժում են հաստերից ու ասես էսի հետո կտամ։ Արտաշասական նոմերից չէ։ Կամ այն թանկ ինչ որ ինդուլգենցիաներ էր ստացել եկեղեցին, որ թանկով ծախեց։ Բայց իրականում ստեղ ինչ մեղք կստացնեն, Վարդան Ղուկասյանը մի քիչ մեղքը սեկավ։ Արա ոնց կարա 1000 տարվա նախկինազավր թալանով հայտնի ենթադրաբար կրիմինալի հետ կապերով հայտնի մեկ էլ պարզվի որ մի քանի կոպեկ հետ չի գցել հույսը դրել է հիմա այս վտանգավոր պայմաններում մի քանի կոպեկ նոր կաշառքով վերցնելու վրա։
ու այդքանից հետո պարտքա եկեղեցուն ու նկարիչներին, արա նկարիչներին, որ նկարիչներ Banksy-ին ու Ձիթողցյանին է մնացել պարտք փող։ Եկեղեցին չէ՞ պարտքերը ների ոնց որ Շատ ճիշտ է դիպոկ նկարում։ Ինչ եղավ հետո բարեկամներ շատ հուզիչ էր իրավապահները տես մի 58000 հոգով ներխուժեցին քաղաքապետարան որպեսզի ձերբակալեն, իսկ հրապարակը լցվեց հասարակ գյումրեցիներով, որոնք եկան պաշտպանելու քաղաքապետին։ Ինչքան հասարակ։ Ասիբում է զարպես տիգուն կունի, լա մարդ է, խեղավար է, թոնեի տեր է, ամրեց ու թոր լինելով բնիկ ավանդապարս, կյանքում չեմ թույլ տալիս մոտ կորձե թուշկը իմ տունը, ոչ մի անգամ յանս չեմ փոխելու օղլի տարնամ։ Քաղաքացուներին հասնող, իսկական քաղաքական հայրենասեր մարդ ենք մենք այսօր կորցնում։ Զարթնի լաով Վարդան Ղուկասյան ենք կորցնում, ինչու եք հայեր, ինչու եք քնած, թմբիրից վեր կացեք, հույսը դրել եք մի քանի թասիբով մարդու վրա։ Մի քանի չեն, լավ էլ շատ են։ Մենք թասիբով ժողովուրդ ենք, մենք թասիբով ենք, մենք թուրքին ետ կենենք, մենք թասիբով ենք ժողովուրդ ջան։ Չեն արել։ Զգացել եք, որ գյումրեցի եւ թասի բառը ինչքան հաճախ են հանդիպում նույն նախադասության մեջ։ Մինչդեռ գյումրեցի եւ համեստ բառը նույնիսկ մի պարագրաֆի մեջ երբեք չեմ տեսել։ Вообще օրինակ աշտարակցին միշտ ուղակի աշտարակցի է, Երևանցին ուղակի երևանցի է, բայց գյումրեցին երբեք ուղակի գյումրեցի չի։ Գյումրեցին միշտ շատ գյումրեցի է, շատ գյումրեցի է։ Վերջացրեցիր հա լիրիկական զեղումը։ Թողեք պաշտպանեն իրենց քաղաքապետին։ Մեր հանցագործները փողոցներն են, ոչ թե քաղաքապետարանը ժողովրդի մեջ կայնած։ Հակակոռուպցիոն, դա իստոր լենագանի ցախկապականներ, ես ի վիճակի չեմ։ Easy cat woman, եկեք մի պա զսպենք այդ կոլորիտը։ Լսենք պրոֆեսիոնալ լրագրողներին, իրանք ինչ են ասում։ Լարված վիճակ է Գյումրիում, հրապարակում են տեղակայված հաջուրավոր ոստիկանական ուժեր, կարմիր, սև ուժերը քնչական բաժամունքում բերետավորներ են այստեղ հավաքված։ Ձերքերը կթաքցնեն, դասեղ եկել են մարդկանց կբռնեն, բայց ինչի համար։ Այմար թողեք տիկին ընդհանրեն ուզում է գյումրվա սուբտիտրեր ապահովի կադրի մեջ։ Այս կողմ եկեք մա տեսնենք ինչ է կատարվում, էլի։ Ոչ մի քայլ չի ձեռնարկել, մարդկանց Այստեղ հավաքված ոստիկանները բերման են ենթարկում բոլոր ոստիկաններին։ Так, ջանը մայ, քիջմ կդորեմ, ենկոմ կտանը գյումրվա կոլորիտը, մի 10 րոպեով։ Լրագրող ջան, ուղղակի շատ հեռու կանգնեք, sense լավ զում արեք ու պատմեք ինչ է կատարվում։ Մեր հետևորդներին տեղյակ պահեն ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները։ Ու ինչ որ մեկը դեռ ուզում է փող գանձի ռուսական ռազմաբազայից Գյումրիում գտնվելու համար, այդ մարդկանց պետք է կաց տան անվճար։ Եվ այսպես Վարդան Ղուկասյանը 5 ժամ այս պաշարմանը դիմադրություն ցույց տալուց հետո ի վերջո դուրս բերվեց, բայց թասիբով դուրս եկավ քաղաքապետարանից։ Արա նենց ժպիտով նենց ուրախ է դուրս գալի, ոնց որ այս սաղ ինքը մի հատ թակարդ է լարել, ոչ թե այդ կաշառքի թեմա, որ կպնսեն սաղ կպոյով ընկել է մեջը ու հեսա ինքը փագելու է այդ թակարդը։ Ոնց որ Բեթմենի մեջ եթե պինգվինը հաղթեր Բեթմենին, այ հենց սենց էր վազելու։ Այդ ձեր Iron Man-ը Նարեկ ջան, շատ ուրախ ու շատ լավ վազում։ Իսկ ինչու այդքան 5 ժամ տևեց այդ պաշարումը ու այդքան կհարցնեք դուք։ Որովհետև ներսում շատ որակով դռներ էին։ Պրոֆայլ, ընտրեք որակյալ դռներ, եթե ուզում եք մի 5 ժամ չկարողանան ձեզ դուրս տանել շենքից։ Այդ ճշտել ես պրոֆայլի դռներից, է։ Դե եթե որակյալ է, պետք է որ պրոֆայլ լինի, չէ՞։ Բում։ Ամեն դեպքում Ղուկասյանին 5 ժամ անց դուրս բերեցին շենքից։ Միրով իմը կարևոր մի հատ ճշտում, էլի, կարող է այդ գաղտնալսումները իրական չեն։ Առայժմ ոչ մեկ չի հերքել հստակ, բայց մենք ունենք միակ կարևոր մարդու կարծիքը։ Բազմապատկման նախուսակի համահիմնադիր Դանիել Հովհաննիսյան։ Մի շարք այլ գործողություններ են արել,
որի արդյունքում բավականին նենց յուղոտ ապացույցներ են հավաքել, նենց ինչ որ վիճելի գործ չի, որ նստենք մարդիկ ցած մտածեն, բա իսկ կարող է այդ նկատի չուներ, բավականին հստակ յուղոտ ապացույցներ են հավաքել։ Լավ ապացույցը յուղոտ ապացույցն է։ Բայց որոշ ընդդիմադիրներ կասկածում են, որ սա անաչառ քրեական գործ է։ Այո, օրինակ մեր ձևովը կարծում եմ, որ այս ամենը մեզ տանում է դեպի բռնապետություն եւ տոտալիտար համակարգ։ Սրան ինչ կասեի Ջիլետի մեջ այն 4-րդ բրիտվան մտցնելու գաղափարի հեղինակը։ Մեր ձևով հայտարարություն է տարածել, որ շատ շուտով Հայաստանը վերածվելու է տոտալ բռնապետության երկրի ու նման բաներ կան, դա դուք չունեք։ Գներեք, մեր ձևով այն ուժը չէր, որի առաջին դեմքը համարում է, որ Ռուսաստան նույնիսկ ավտորիտար երկիր չի։ Այո։ Մեր ձևով այդ չէր, հա։ Ռուսաստանը ավտորիտար չի, Ռուսաստանը իր ձևով ժողովրդավար է։ Լավ, անցարկում եմ Միքայել հետ անենք ու հասկանանք այդ որտեղից եկավ Վարդան Ղուկասյանին կալանավորելու պատվերը։ Իսկ իրական պատվիրատուն Սասունիկ գյուղի բնակչությունն է։ Բում! Չեք սպասում։ Պետություն եմ դեմ, պետք է խիստ ելի օրենք։ Խիստ ենք, չկա։ Ես տեսնում որ չկա։ Հիմա ուրա Հիմա կաշարակեր ուտոներ, ինչի չեմ բռնել։ Դե այն ամեն օր բռնում են։ Հասարակ ժողովուրդը տեսնի։ Հերթով սաղին կապ։ Հարերթով ես կմեռեմ։ Ու սրանից ընդամենը 2 օր անց Ղուկասյանին բռնեցին։ Զուգադիպություն։ Չեմ կարծում։ Լավ, ցրվենք ինչ որ դրական թեմաներով եւ այսպես impeachment-ը դեռ չի եղել, բայց ենթադրում են սպասում են Black Friday-ին, որ ԿՊԱ-ականները լցնեն շոպեր իրանց մեծ զեղչերով բռնեն ու միացնեն impeachment-ի գործընթացին։ Ահա, всё, դե նույն ճշգրտությամբ, որով են որ Թուրքիայից հայկական անձնագրեր էին իբր թե բռնվել Վրաստանը, որ եթե 2 վայրկյան դրամատ, 2 վայրկյան ուղղակի sense Google-ը ցույց է տալի, ախպեր չկա այտենց լուր էլի ոչ միտեղ, բայց այտենց տարածվում է։ Այդ թեման, մի հատ այդ թեման էլի։ Փորձագետների դիտարկումն է։ Վերջին շրջանի ամենաաղմկոտ սուտը հայկական կեղծ փաստաթղթերի տպագրման մասին էր։ Իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր նույնականացման քարտեր։ Սեպտեմբերի 25-ին ռուսական YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութը գեներացված է արհեստական բանականությամբ, եւ որ այն սուտ լուր է հենց տեսանյութի սկզբում ու նաեւ նկարագրության մեջ է ներառված։ Այս տեսանյութում ներկայացված բովանդակությունը նախատեսված է միայն ժամանցի համար։ Մեր պատմությունները մտածածին են եւ հիմնված են հորինվածքի վրա։ Խնդրում ենք չընդունել դրանք որպես իրականություն։ Եվ ով կլինի այն ուղեղի մեջ շոկը, որ ի վիճակի չէր կարդալու այդ նկարագիրը, ով չջոգեց այն, ինչ կջոգեր 5 տարեկան երեխեն։ Ով ակամայից օգնեց Նիկոլին դարձելով ակնհայտ դե fake լուրը, ով է ամենաթույլ օղակը։ Բայց հայկական տիրույթ այն հասավ որպես իրականություն 5 օր անց հոկտեմբերի 1-ին։ Առաջինը արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը այն հանրայնացրեց։ Մարդ ու մտավոր ունակություններ դիտարկելով Սերժ Սարգսյանը մտածեց. այս մարդուն կարելի է նշանակել արդարադատության նախարար։ Հիմա այս մարդը լուրջ դեմքով եկեղեցու դեմ արշավն է քննադատում ու մտածում է որ դրանով ինքը օգնում է եկեղեցուն։ Նայեք, եթե ասել եք որ օրինակ, չգիտեմ, երկիր մոլորակը տափակ է, դրանից հետո գոնե սպասեք մի 2 տարի անցնի, որ ինչ-որ մի հատ այնց իսկականից ճիշտ բան անեք ու մարդիկ սկսեն հավատալ։ Իսկ այդ ընթացքում տեղի ունեցավ մեր ձևով շարժման հանրահավաքը եւ շարժման առաջնորդը բարձրացրեց կարևոր հարց։ Շատերը կասեն, Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու։ Հանարես, ասա ոնց ենք հեռացնում, պարզ ու հստակ ձևակերպի։ Ամեն անգամ որ ասում ես ես իմ։ Բայց հա, ադաշս չոտքի քայլ առ քայլ բացատրեց ոնց են դա անելու։ Բարվի խնարեք։ Ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ В общем, плանը այն է, որ այնքան ձեն պետք է հավաքենք, որ Նիկոլի վարչական ռեսուրսը այդ ֆոնին չերևա դաժե։ Բայց դրա համար մի քիչ ավելի շատ մարդ պետք է գա հանրահավաքի։ Вообще-то ճիշտ ասած մի քիչ զարմացած եմ, որ մի կես միլիոն մարդ չէր եկել հանրահավաքի, որի հրավերը լայքել էր նույնիսկ Ֆիլիպ Կիրկորովը։ Հա, քանի որ ես follow եմ անում Ֆիլիպ Կիրկորովին, իմ մոտ վերում է այն ինչ որ ինքը լայքում է ու բերեց եկել լայքեց հանրահավաքի կոչը։ Արի խոսանք սրա մասին։ Դու follow ես անում Ֆիլիպ Կիրկորովին, հա։ Вообще-то թեման դրա մասին չի, բայց ես
ես hate ոչ եմ անում, ուղղակի հետաքրքիր է նայել։ Մեկը ոնց է ինքը բան անում, կազմակերպվում աչքիս առաջ, էլի, այտենց hate ոչ եմ անում։ Դե stop it, վերադառնանք։ Իսկ այն ընթացքում արդեն ունենք լուր impeachment-ի մասին։ Այս առավոտ impeachment-ը վերվեց քվեարկության։ Նախքան դա Մամիջանյանը հիշեցրեց ինչի է դա կարևոր։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքը impeachment-ն է։ Եվ հենց այդ տրամաբանությամբ մենք ներկայացրել ենք եւ նախաձեռնել ենք impeachment-ի գործընթաց։ Այ հիմա կտենանք ինչքանով էր լուրջ սա, ինչքանով էր լուրջ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը, Սերժը ու այն double cheeseburger սիրող դեմքով Անուշ աղբերը։ Համբարձումյան։ Դաժանումն է հիշել։ Դավիթ Այնքը։ Հիշեցնեմ, որ impeachment-ը հայերը ասում են, այ որ Հայաստան դաշինքը միանա, տեսեք ոնց ենք քպեականներին քերում ու Դեշը, հիմա տեսնենք քանի հոգի, իշասեմ 18 քպեականներ։ Պետք է քերեին։ Հա, հիմա տեսնենք քերված քպեականները ոնց են քվեարկում։ Եվ այսպես քվեարկությունը սկսվում է 3, 2, 1, go։ Կողմ 24 դեմ 48 ձեռնպա 2 որոշումը չի ընդունվել։ Եվ արդյունքում մեծ յուղոտ Հայաստան դաշինք 1, ՀՀԿ 0։ Այո, իսկ մի վարքյան 24 ձայններ կողմ քվեարկել, չէ՞ որ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 падգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արտկա է 34 ստորագրություն։ Հանգիստ Սերգեյ խորշունչես քաշում, հաշվում ես 10-ը։ Դիմությունա, հիշում եք, որ դիմությունա մի փոքր ավելի թեթև։ Հեյ։ Ես իհարկե մաթեմատիկոս չեմ, բայց ինձ թվում է 24 թիվը, որը հավաքել են այս ձայների մեջ ընդդիմությունը, ավելի փոքր է, քան 34 թիվը, որ ասում է ունեին ստորագրած։ Այսինքն ոչ միայն չեն ապահովել այն խոստացած 34-ը, որը խոստացել էին որ լինելու է, այլև ընթացքում 10 ձայն կորցրել են։ Այս ճիշտ է, հələ բուն impeachment-ի քվեարկությունը չի, ընդհանրապես օրակարգում ներառու, բայց այն 10 հոգին լայախ չարեց, հետույքները փոքի գա քվեարկի։ Այսինքն հոգով իհարկե ձեր հետ են, բայց բուն impeachment-ը այդքան կարևոր չի, որ sense գրկեն իրենց օրգանիզմը մոտենան ու քվեարկեն։ Այդքան կարևոր չի։ Ստորագրելու չափը կարևոր։ Արա, մնում եք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում ոնց որ թե գործ են սկսում կաթողիկոսի դեմ, Նիկոլը հանդիպում է Պապու հետ, 4-րդ հանրապետության փիլիսոփայական մասեր, մի քիչ էլ impeachment մի խոսքով շատ հետաքրքիր է լինելու։ Մեր եթերում սոցիալական գովազդների սիրված էջն է։ Սիրված էջ, որը կոչվում է սոցիալական գովազդներ, մեր եթերում։ Մենք հաճախ սիրում ենք ասել, որ հայերը սիրում են իրենց ընտանիքը, սիրում են երեխաներին, եւ էլի նման լիքը կեղծ բաներ ենք ասում։ Բայց այդ նույն մարդիկ շատ հաճախ իրենց 3-4 տարեկան երեխեքին նստացնում են ղեկին, որտեղ մտածում են, որ դա շատ հավես է, շատ cute է։ Բայց իրականում դա ոչ հավես է, ոչ էլ cute է։ Նախ եւ առաջ դա օրենքի խախտում է, իսկ երկրորդը ձեր երեխայի կյանքի վտանգում է։ Ուղղակի եկեք պայմանավորվենք, որ մարդով երեխուն դնում է ղեկի առաջ, գիտի որ մեջը airbag է, ուղղակի այդքան չի սիրում այդ երեխուն։ Մոտեցեք այդ մարդուն ու ասեք, արա խես դու այդքան ատում քո սեփական երեխուն, վերջիվերջո 1700+ տարվա քրիստոնյա բեր մշակույթ ժառանգություն կրող մարդ ես նստած ղեկին։ Մեկ էլ երեխուն մի սովորացրեք սիգնալ տալ էլի, որտեվ այդ պահին ամբողջ հայաթը հիշում է այդ երեխու ծնողներին։ Նու ձեզ էլի։ Всё, երեխեքին քարսիտ ու էլ ոչ մի ղեկի նստացնել 21-րդ դարն է վերջիվերջո։ Так, այստեղ պետք է ներկայացնենք մեր նոր գործընկերոջը, բայց գիտեք ինչ, if you know, you know։ Oh yeah։ Եթե գիտեք, ուրեմն գիտեք, եթե չգիտեք, հեչ լավ չի, որ չգիտեք։ Շատ լավ խրթխրթում է։ A few moments later. Այս smash burger, հա? Well, if you know, you know։ You know։ You know։ Այս կա շատ համովա։
Տեղը դնելու ենք տակը description-ում։ Մի կես տարի պետքա սպոնսոր բայր իրանց։ Եվ այսպես Նիկոլը հանդիպեց Լևոնի հետ։ Չէ, հա, այդ մերելս դա չի հետ, ձևակերպումը իմը չի, առաջի տիկնոջինն է։ Հանդիպեց Լևոնի, բայց 14-րդի հետ, Հռոմի պապու հետ, որը պապու ստանդարտներով մալադոյի պապա է լրիվ, որտեղ 70 տարեկան։ 4-րդ պապը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ ըստ կառավարության լրատվականի հայ-ադրբեջանական խաղաղության նաև հումանիտար հարցեր են քննարկվել։ Շուրջ 1 ամիս առաջ պապի հյուրն էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը Արցախի հուշարձանների մասին պատմող ալբոմով։ Հիմա ինչ սա աջակցություններ, տիպա նորմալա հետապնդի, թե ինչ որ ձեով հասկացնում են, որ ապեր դե չի դզում, էլի մի արա տես բաներ։ Կաթողիկոսի ներկայացուցիչը Վատիկանում որոշակի թողատակեր նկատեց։ Հռոմի պապը ողջույնի խոսքում արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին հիշատակեց, իսկ Հայաստանի վարչապետին ոչ, միայն նշեց Հայաստանի ու Վենեսուելայի պատվիրակություններ։ Բայց երբ որ միշտերուն անունը գուտա վարչապետի անունը չի դար, Վատիկանը այնքան նուրբ քաղաքականություն ունի, որ Իսկ գիտեք, ով վաբշե նուրբ քաղաքականություն չի վարում։ Նիկոլը, որը բաց էները հրապարակվեց գաղտնալսում, որտեղ մի հատ քանա բողոքում է, որ իր ընտանիքին ճնշում են գործադրել, որ գնա Նիկոլի դեմ ցույցերին մասնակցի։ Էսի վաբշե ջոկել եք, չէ՞ որ կապ չունի, էլի գաղտնալսում է, ինչ է առանցքնության բան, ամեն ինչը սենց ուղակի սլիվ անում ու գցվում է ինտերնետ։ Նայեք ջան, կներեք, ես իմ հատուկ կարծիքը ասեմ, ես գտել եմ Էջմիածնի անդրադարձը դրան, ու Էջմիածինը վաբշե չի երկու որ դա ճիշտ է, ուղղակի ասում է, դե չի կարելի գաղտնալսել, էդ է իրանց արտը, չի ասում որ սուտ է, չենք կոչային մասնակցել հավաքների, չէ, ուղղակի ժողովրդի դատարանին է հանձնվում։ Նախկին հոգեվորականը ձայնագրությունում պնդում է Գարեգին երկրորդն իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, վարույթ նախաձեռնվել է դեպքի առթիվ, հետապնդվողներ դեռ չկան։ Ասում ես նուրբ չի, տես ինչ նուրբ են, առայժմ վարույթ է նախաձեռնվել։ Դու զրույցներ Պետրոսի հետ շարքին չես հետևում։ Պետրոս Արաքյալ, առաջին։ Պետրոս առաջին Ալիքյալի։ Իդեպ Կեպտիչ Ներսյանն թող պատրաստվի, որտեղ ինքը շուտով լքելու է կաթողիկոսական գահը, որովհետև Ուխտազանցը, ինչպես իրավացիորեն ասել է նույն ինքը Կեպտիչ Ներսյանը հեռավոր 1999 թվականին, իրավունք չունի զբաղեցնել Գրիգոր Լուսավորչի գահը եւ կոչվել ժողովրդի հայրապետ։ Նես որ թող պատրաստվի։ Դա ինֆորմացիա թե եզրակացություն է։ Դա այն է ինչ լինելու է։ Հա էս այդքան էլ նուրբ չէր։ Բայց վերադառնանք impeachment-ին, որովհետև այնտեղ դեռ կա մի 50 երանգ, որ չենք բացահայտել։ Այո, impeachment ասեցիր, պարզվեց, որ Մասկ կուսակցության ուզում եմ ասել նախագահը, բայց մյուս կողմից վստահ չեմ, որ ինքն նախագահ, բայց մյուս կողմից ի՞նչ տարբերություն։ Ոչ, մարդը որ թվում էր թե ագին լոյալ է Նիկոլին, դատապարտում է հիմա Նիկոլին։ Խոսքը գնում է Աղազարյանի ու այն մյուս իր անկերոջ մասին, ովքեր երկուսով ամենալոյալն են։ Բայց այս մեկը ամենալոյալն է, դրա համար sense լրիվ ցավա ինձ պատճառում լսել հիմա ինչ ասում։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա համախոհները տարված լինելով միայն մի մտքով վերընտրվելու գաղափարով ոչնչացնում են մեր ազգային ամեն ինչը։ Եկեղեցին իմ աչքի լույսը չի, բայց այն ինչ արվում է այսօր եկեղեցու նկատմամբ, դա ուղղակի ազգը նորովի բաժանելու, իրար դեմ հանելու, ազգի վաղվա օրը հարցականի տակ դնելու միտումներ են։ Դե վсё, մարդը ոնց որ թե լրիվ պատրաստ է impeachment-ի տակ ստորագրի, մնում անդիմությունը հետ ընդհանուր լեզու գտնի։ Իշացեմ որ 4 հոգի կողմնորոշված չէին, իրանք այս 4-ից 2-ն են։ 2 շաբաթ անցել է լրիվ հերիք է, չէ՞ որ parzենք իրանց դիրքորոշումը 2 շաբաթում, սպոյլերը իհարկե արդեն տեսել եք, բայց էլի հետաքրքիր նյուանսներ է parzում, թե ոնց է բանակցությունը գնում։ Անձամբ ես եւ Հովիկ Աղազարյանը որոշում ունենք մենք կարող ենք իրենց impeachment-ին միանալ միայն այն ժամանակ, երբ Հովիկ Աղազարյանը կլինի 53-րդը, իսկ ես 54-րդը։ Մնացած դեպքում մենք չենք միանա։ Դե այսինքն դեմ տվին այն հեշտ մասը, մի 18 ԿՊ-ական քերել բերել impeachment-ի տակ։ Արա, եթե 18 ԿՊ-ական քերվում բերվում է որ քննարկի, էլ ում նա թե Մասկը ոնց կքվեարկի։ Նարեկ ես որոշակի skepsis եմ զգում քո խոսքի մեջ, ինչ-որ skepsis կա։ Որ ասեցի ում դրա պատճառով։ Դաժե ոչ թե այդքան բովանդակություն, ինչքան տոնը, մի տեսակ սկեպտիկ էր, թերահավատ էր։ Մինչդեռ ՀՀԿ-ն ներկայացրեց ակնհայտ առաջընթաց սա։
Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Միկի Մաուսն ու Բարթ Սիմփսոնը եւս չեն խոչընդոտի գործընթացին։ Ինչ որ յուրատուկ լավ տեսնա, որովհետեւ մենք լսեցինք այդ ասածը ու ակնհայտորեն մտածեցինք, որ բաժակը կիսով դատարկ է, բայց հանրապետականը էլի նույն բանը լսեց, հավանաբար ու ասում է կիսով լիքն է, լավ էլ կիսով լիքն է։ Մաս կուսակցությունը շատ կարևոր գործոն է, այստեղ են հավաքված ամենահավատարիմ սկզբունքային եւ թիմային խաղացողները։ 18 թվականին հենց սկզբից հայտարարվեր, ասվեր այսպես. Քայլ արա Մերզիր Սերժին ընտրիր Նիկոլին։ Քանի տոկոս է կընտրես Նիկոլին։ Կներեք 18 թվականի այդ ժամանակ ես կարծում եմ, որ շատ քչերը կընտրեին, բայց չէր ասվում Քայլ արա Մերզիր Սերժին ընտրիր Նիկոլին, ասում էր Քայլ արա Մերզիր Սերժին։ Բա եթե տենց հակաժողովրդական, այս ժողովրդին սես մատի շուրջ պտտած, խափեբար քաղաքական ուժ էր Նիկոլը, խիեիք մտել, այդտեղ դարել պատգամավոր, քանի տարի աշխատավարձ, չէ, հիմա էլ շարունակում ստանալ իրանց կվեյով աշխատավարձ, եթե այդքան համաձայն չէիք այդ սկզբունքների հետ։ Մի փոքր ուշացումով, բայց մերժեց Նիկոլին։ Նա փոխվեց, եւ բոլորն էլ կարող են փոխվել։ Դու էլ կարող ես փոխվել, ես էլ կարող եմ փոխվել, դուք էլ կարող եք փոխվել։ Ռոքի 4-ից, հա։ Նիկոլի podcast 1։ Ինչ ենք մենք հասկանում, երբ ասում ենք 4-րդ հանրապետություն եւ որն է իր սկզբունքային տարբերությունը 3-րդ հանրապետությունից, թեև դուք դրան անդրադարձել եք, բայց կարծեմ արժի նորից խոսել այս մասին։ Դե տեսեք, դուք խոսում եք նրա մասին, որ 3-րդ հանրապետություն ոչ միտեղ չկա գրած, ես զուգահեռ եթե տանեմ, մարդիկ ասում են, չէ, իմ երկրորդ կյանքը սկսեց կամ երկրորդ կյանք ոչ միտեղ գրած չի, որ ինչ որ մի հատվածում առաջին կյանք կա, հետո երկրորդ կյանքը սկսեց կամ երկրորդ շունչը բացվեց, որ ոչ միտեղ գրված չի, որ այդտեղ ինչ որտեղ առաջին շունչ գոյություն ունի։ Այս ընտանեկան podcast-ը չի, չէ՞։ Չէ, ընտանեկան podcast-ը բազմաթիվ հեռուստաայտողների իգնորով դե փակվեց։ Հիմա էսի լրիվ նոր podcast-ը, որտեղ քննարկում են 4-րդ հանրապետությունը։ Որի մասին եկեք անկեղծ լինենք, էլի, բացի Նիկոլեցից էլ ոչ ոք չի խոսում, չի քննարկում սա։ Բախես թեման բերեցիր։ Հավես է։ Մարդը, որ ասում է ինձ համար նոր կյանք կամ երկրորդ կյանք բացվեց կամ նոր շունչ բացվեց, երկրորդ շունչ բացվեց, այսինքն մարդը նույն անձնագրով, անուն ազգանունով մարդն է, բայց նշանակում է նրա կյանքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել բովանդակային, միջավայրային եւ այլն եւ այդպես շարունակ եւ 4-րդ հանրապետությունն էլ է այս տրամաբանությամբ։ Բա ոնց բացվեց մեր այդ նոր կյանքը։ Բանն այն է, որ Նիկոլենք արեցին գյուտ, իրանք բացահայտեցին, որ քաղաքական գործին հեչ պետք չի հետևողական լինել։ Նույնիսկ կարելի ասել մի բան, հետո անել դրա ճիշտ հակառակը, ու այդ ամեն ինչը օքեյ է, որովհետեւ իմ ուսանողներից մեկը մի այսպիսի դիտարկում արեց, ասաց, որ մենք անդադար պահանջում ենք, որ մարդիկ չորեքշաբթի օրը մտածեն նույն բանը, ինչ որ մտածել են երկուշաբթի օրը, առանց հարցնելու, թե ինչա տեղի ունեցել երեքշաբթի։ Այսինքն այս քաղաքական հետևողականությունը պահանջում ենք, ակնկալում ենք, որ միշտ նախորդ ասածը այսօրվա երկուշաբթի օրվա ասածն ու չորեքշաբթին նույնը լինի եւ չենք հետևում, թե ինչ տեղի ունեցավ երեքշաբթի, որ այդ մարդու ասելիքը փոխվեց։ Նույնիսկ ախր էլի կարա փոխվի, բայց այնպես չի կարա չէ՞ լինի, որ երեքշաբթի ասեք երկուշաբթի լրիվ հակառակը, զգում եք, չէ՞ լրիվ հակառակի ու մի քիչ փոխվելու տարբերությունը։ Ինձ թվում է Մեծ Արգոևիչը ավելի լավ կբացատրի դա։ Ձեր նշած օրինակը վատը չի, բայց ես սովորաբար մեկ ուրիշ օրինակ եմ բերում, երբ որ 10-րդ դասարանցում կամ 12-րդ դասարանցում հիշեցնում են, թե ինչպես էր ինքը 3-րդ դասարանում ոտանավոր արտասանում։ Ինձ միջև հիմա հիշեցնում են։ Ջան, դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Մի կտրեք վարչապետի մտքի թելը։ Եթե դու 7 տարի հետո դեռ շարունակում ես այդ 3-րդ դասարանի քո ոտանավորը արտասանես,
Այս նշանակում է դու ընդհանրապես չես զարգացել։ Այսինքն ինքը որ ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո հակառակն էր ասում, դա զարգացման արդյունք է։ Հա, բայց մի փոքր տարբերություն կա երկրի առաջնորդի ու երրորդ դասարանում արտասանող աշակերտի միջև, որովհետեւ երբ որ երրորդ դասարանի աշակերտը արտասանում է, ինքը արտասանում է մենակ իր համար։ Իսկ երկրի առաջնորդ ընտրում ենք որոշակի սկզբունքներով, խոստումներով եւ ծրագրերով, որպիսի ինքը հետո բոլորիս ղեկավարի պատասխանատու լինի մեր համար, ու երբ որ ինքը դա չի անում, լրիվ օքեյ է իրան իմպիչմենտ անել։ Բարեբախտաբար այդ վտանգը չկա, որովհետեւ իմպիչմենտ իրան անում են նենց ոնց որ անում են։ Նույնը ոնց որ քաղաքապետարան ասի, դե մենք որ որոշել ենք Ծիծեռնակաբերդի խճուղին սարքել, հետո անցան տարիներ ու տարօրինակ կլներ, որ մենք միջև հիմա մտածենք, որ դեռ պետք է սարքել Ծիծեռնակաբերդի խճուղին, դες որ լրիվ օքեյ է, որ միջև հիմա չենք սարքում Ծիծեռնակաբերդի խճուղին։ Իսկ սարքում է։ Դե օբշի բզբզում են, բայց քաղաքապետարանը խառն է։ Հիմա արգելի գործընկերներ, ընդհանուր միտում կա, ոնց որ տենց մեր ծախսային ուղղություններով մեզ ծանրաբեռնելու եւ չգիտեմ էլի, ասենք անկեղծ եմ ասում, մեկ-մեկ չեմ հասկանում ինչ տրամաբանությամբ եւ ինչի հաշվին, որովհետեւ ինչ որ բաներ կա, որ մենք էլ պետք է օբյեկտիվորեն ասենք, դե Ժորժ ջան, գիտեք, եկենք լավ չենք կառավարում կարողա, ասենք ինչ որ բաներից մենք հրաժարվենք, ասենք չգիտեմ ով է լավ կառավարում, ֆինանսների նախարարությունը օրինակ, միգուցե կարող է մեզանից լավ է կառավարում։ Ախ, այս նոր ռեմոնտ, նա ավականունիստերի դալեչի։ Մի քիչ յարկս է պետք է իջացնել ցույց տալուց առաջ։ Так, ինչ է ասում Ավենյանը, ասում է, որ իրանց փողերը կրճատում են, նու բացի սպիտակ ներքի բյուջեից, բայց ավելի մեծ պատասխանատվություն են իրանց վրա դնում։ Потому что нельзя быть хорошим таким. Այսինքն մենք մի կողմից ոնց որ լավ ենք աշխատում, Երևանի քաղաքապետարանի եկամուտները ավելացնում է, որ կարողանա ավել ճանապարհ սարքի, ավել բակ սարքի, ավել չգիտեմ, մյուսը, հետո ստացվում է, գիտեք, տենց այն որ ձերը չի կոմունալ է, դա դուք արեք։ Մետրոյի փողն եկեք նվազեցնենք, դա դուք ավել դրել լավ հետո։ Ասենք ինչքան լավ, մենք մեջտեղից ճղվենք, էս անենք, այն անենք։ Այս կառավարության վրա է թեթևի մեջ մոնատ գալիս։ Այո, բայց մյուս կողմից չֆայմելով շարունակում է նաև լավ բաներ անել։ Սարյանի Արցանի այգուց հանեցին այն կրպակը։ Երևանի քաղաքապետարանի հատուկ տեխնիկան այսօր Սարյանի պուրակում էր աղմկում։ Այգու սովորական առօրյան արտասովոր ընթացք առավոտյան ստացավ, ապա մոնտաժում էին Զորյան փողոցին հարող հատվածի կառույցը, որը նախկինում սրճարան է եղել։ Կառույցի սեփականատերը հանկարծակի էր եկել, չհերքեց, ինքնակամ շինություն է, սակայն իրենք որևէ նախազգուշացում չեն ստացել։ 21 թվից մինչ այսօր հողի վարձավճարները նույնիսկ տուգանքներով գրվել է մեր վրա։ Բայց ճոգում եք չէ որ ահագին բարդ է կամ գրեթե անհնար է կարեկցել են մարդկանց, ովքեր այգիների մեջ տեղը իրանց համար կառուցել են կաֆեներ։ Խոսքը կոնկրետ ձեր մասին չի, բոլոր այգիների, բոլոր են մեզնից խլած կաֆեներ, սարկած ու կոպեկներ վճարող մարդկանց շատ դժվար է կարեկցել։ Հա, էլի հրաշք այգին դրել են բուտկա պատել են ու մի հատ էլ մունատ են գալիս։ Իդեպ ինչքան հարկ ու տենց վարձավճար են տվել։ Սակայն իրենք այս ընթացքում մոտ 5 միլիոն դրամի հարկ ու տուրք են վճարել։ Եթե ի վերջո պետք է քանդեին, ինչու էին վճարում։ Այդ գոնե մի տարում, թե մի քանի տարում, որովհետև 5 միլիոնը կասկադի կաֆեների մի քանի շաբաթվա վարձավճարն է, ու դրանից հետո այս մարդիկ դեռ բողոքում են ինչ-որ բանից դժգոհ են։ Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Ոչ մեկ չի տեղեկացրել, որ պետք է քանդեն, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Մենք միջև այսօր վարձակալության գումարները մուծում էինք, հողի վարձակալության գումարները։ Չէին զգուշացրել, դե շտապ վերականգնեք վնասը հերոս հարկատուի հաշվից։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Եվ այսպես ձեր հարսանիքի 30-ամյակն է, կամ նոր աշխատանք եք գտել, կամ ուղղակի ուզում եք գնալ ընկերոջ տուն եւ շնորհավոր թարգմանչած տոնի արթիվ։ Զանգուգինները ստեղծված են ցանկացած առիթ ավելի տոնական դարձնելու համար։ Իհարկե, կարող է այնքան հավանեք, որ անընդհատ նոր առիթներ ստեղծեք, բայց եթե առիթը ինքնին արդեն կա, ապա մի ուշացրեք զանգուն։ Դες վերնաշեն թե արենի։ Բիբի սալատը, գաջար
Ռեալը խաղալ չգիրի։ Ապա։ Էդ իմ ներկայության պասի։ Ինչի Ռեալը։ Հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է մենք կինոյի մեջի տղեն ենք։ Վան Դամը կրավավի սպորտում, Շվարցը Տերմինատորում, Սպայդերմենում, եղբայրս կամ ինչու ոչ քույրս, դա տենց չի, խաղաղվիր, խմիր այնքան, որ երեկոյի համը չհանես։ Վեդի ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Այ ապրես, Արադ 73-ի կենացը։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջին դիտեք օրվա վիդեո բոցը Աստուն ռեալ է, հավատացյալ տեղա է ինքը Աստծո կողմից եղել, մենակ ժողովրդի կողմից ընդրված չէ, նա Աստուն ռեալն է։ Նարեկ, ես ունեմ քո համար լավ լուր։ Մի հատ, այսինքն մի հատ վատ լուր ունեմ, մի հատ լավ լուր ունեմ։ Լավ ասեմ։ Որպեսի աշխատի այդ լուրը, պետք է վատ ասեմ։ Դրամատուրգիային զոհ գնալով։ Նայ, հիշում ես անցած պոդքասթի ժամանակ քննարկում ենք շողակատի փակումը, ու դու ասում ես ո՞նց է նայելու, բանի վեհապարը ելույթը ո՞նց է նայելու։ Միանուշ աղբեր ինձ ասեց, որ վեհապարը ելույթը ամանորյա հեռարձակում է նաև Armenia TV-ով այս ամբողջ ընթացքում, նենց որ դու փրկված ես։ Այո, արջկդ լույս, նենց որ այս նոր տարիք էլ չես բան, տրավմաներ չես տանա առանց այդ ելույթի, բոլորս Armenia TV-ով միասին կլսենք Միշենի նկարեցին Armenia TV-ի վրա։ Այո։ Աջակցեք մեր հաղորդմանը, միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ ձեր հիպերտոնիկ բարեկամների առողջությունը կտրուկ կլավանա։ Կամ կվատանա, նայած ոնց եք ուզում։